Ուզաննա Չաչոյանին, նրա հետ խոսելու ենք Հայաստանում ժողովրդագրական վիճակի մասին։ Բարև ձեզ Ուզաննա, սկսենք առաջին հարցով, ինչպես կգնահատեք Հայաստանի ժողովրդագրական վիճակը։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ ինձ այսօր այստեղ հյուրընկալելու համար։ Հայաստանի ժողովրդագրության վիճակը այս պահին մեղմ ասած մտահոգիչ է մեզ համար, քանի որ տեսեք, եկեք փաստերով խոսենք եւ թվերով, որպեսզի ավելի պատկերավոր ու ավելի հիմնավորված լինի։ Այս պահին տնելիության թիվը նվազել է, հասել է 1.6-ի, ինչ է դա նշանակում, այսինքն եթե օրինակ վերցնենք 10-ին, իրենք միասին ունենում են այս պահին 16 երեխա, մոտ 16 երեխա, բայց որպեսզի ազգը պահպանվի, պետք է ունենան գոնե մոտ 21 երեխա։ Դա նշանակում է, որ նոր սերունդը փոքր է նախորդից եւ բացի դրանից հիմա Հայաստանում աշխատունակ մարդիկ, այսինքն մոտավոր 20-ից 40 տարեկան անձիկ հեռանում են երկրից, մեծ թվով մարդիկ հեռանում են երկրից, որը որ բերում է նաև տնտեսության անկմանը, այսինքն Հայաստանի հիմնականում աշխատունակ մասը երկրից գնում է, իհարկե չեն կարող, ես իհարկե դեմ եմ արտագաղթին, բայց չեմ կարող այս պայմաններում մեղադրել երիտասարդներին, որ երկրից գնում են, որովհետև եթե մարդը իր հույսը չի կարողանում դնել իր պետության վրա, իր հույսը չի դնում իր կառավարության վրա, եթե կառավարություն չի ստեղծում, այսպես ասած, գոնե մինիմալ միջոցներ, որպեսզի մարդը կարողանա իր հույսը դնել իր պետության վրա, զարգանալ, այստեղ ունենալ կայուն աշխատանք, գոյատևել այստեղ, լավ ապրել այստեղ, գոնե միջին կերպով, նա բնականաբար պետք է փնտրի ուրիշ ուղի զարգանալու եւ իհարկե փնտրելով գնում են երկրից, ավելի լավ աշխատանք փնտրելով, ավելի լավ ապրուստ փնտրելով, մարդիկ հեռանում են, ինչը որ բնականաբար շատ մեծ հետևանք է ունենալու մեր երկրի վրա, եթե ոչ անգամ հիմա, ապա հաստատ 20-ից 30 տարի հետո մենք այդ հետևանքները զգալու ենք, բայց այստեղ ավելի վատը կայմանանում, որ այս խնդրի մասին իշխանությունները խոսում են, ինչ որ հայտարարություններ անում են, ինչ որ կիսատ ծրագրեր, այսպես ասած, ներկայացնում են, բայց այդ ամեն ինչը օգուտ չի տալիս։ Սա բնականաբար իշխանության անգործության հետևանք է։ Օրինակ պետությունը ինչ աջակցություն է ցույց տալիս ընդհանրապես ծնելիության զարգացման, ընդհանուր առմամբ սոցիալական խնդիրների հետ կապված պետության աջակցությունը ինչքանով է։ Տեսեք, այո, պետությունը աջակցություն տալիս է որոշ չափով, այսինքն օրինակ ունենք կա ծրագրեր նպաստի տեսքով, կամ միանվագ, ինչ որ գումարային ծրագրեր, հա, կան ծրագրեր, այսպես ասած, նոր ստեղծված ընտանիքների համար, բայց այդ ամենը, ինչպես տեսնում ենք, ինչպես փաստերն են, հա, ասում, չի բավականացնում, այսինքն այնպես չի, որ 30,000 դրամ օրինակ եմ, հա, պայմանականորեն ասենք, կամ 30-ից 40,000 դրամ պետությունը ամսական պետք է երեխայի համար տա ու այդ ընտանիքը մտածի, որ արժի երկրորդ երեխան ունենալ, բայց միևնույն ժամանակ այդ ընտանիքը ապրում է օրինակ վարձով, մենք շատ օրինակներ ունենք մեր երկրում, որ վարձով են ապրում եւ բնականաբար այս պարագայում ինչու է ծնելիության թիվը նվազում, որովհետեւ մարդը նախ չի կարողանում ինքը գոյատևել, հետեւաբար չի ցանկանա, քանի որ չի կարողանում գոյատևել, չի ցանկանա նաեւ ընտանիք կազմել եւ հետեւաբար եթե անգամ կազմում է, հաստատ չի ցանկանա, չի շտապի, ոչ թե չի ցանկանա, ցանկությունը կա, բայց չի շտապի երեխա ունենալ, առավել եւս 2, 3, 4 երեխաներ ունենալ, ինչն էլ արդեն բերում է նրան, որ ծնելիության թիվը նվազում է, որը որ բնականաբար շատ մեծ հետևանքներ ունենում մեր երկրի վրա, թե տնտեսական առումով եւ թե նաեւ անվտանգային առումով, այսինքն այն ամեն ինչի, ինչը որ այն ծրագրերը, ինչը որ պետությունը առաջարկում է, դա բավարար չէ, պետք է շատ ավելի լուրջ մոտենալ այս հարցին, որովհետեւ շատ մեծ խնդիր է, ես էլ եմ ասում, եթե ոչ հիմա, ապա այս խնդրի հետևանքները մենք 20-ից 30 տարի հետո անպայման զգալու ենք, անպայման հետևանքները տեսնելու ենք։ Օրինակ ինչ վտանգ կա, որ այդպես շարունակվի, վտանգները ինչ է լինելու Հայաստանում, որ մոտակա սկզբնական 10 տարին այս նույն տեմպով շարունակ։ Տեսեք, նախ ասեմ, որ Հայաստանը սկսելու է զգալիորեն փոքրանալ եւ բնակչությունը սկսելու է ծերանալ, այսինքն քանի որ նոր սերունդ, այսպես ասած, չի ծնվում, հա, մարդիկ քիչ են, սկսելու են բնակչության ավելի մեծ տոկոսը կազմելու են ծերերը, որը բնականաբար ես ել եմ ասում ամենաառաջնային սա տնտեսական առումով է, մեր զարգացման, երկրի զարգացման շանսերը քիչ-քիչ պակասելու են, այսինքն եթե աշխատունակ ու հիմնական բեռը ընկնելու է աշխատունակ
մարդկանց վրա, այսինքն հենց այն մարդկանց վրա, ովքեր որ 20-ից 40 տարեկան են, հիմնականում այդ շեմը հատող մարդկանց վրա է անգնելու, ունենալու ենք ծեր բնակչություն, ունենալու ենք նվազ բնակչություն, որը բնականաբար եւ անվտանգային առումով է շատ մեծ հետևանք թողնելու, այսինքն մենք ռեսուրս չենք ունենալու, հա, բանակում, այսպես կոպիտ ասած, եւ տնտեսական առումով մեր տնտեսությունն է սկսելու արդեն հետ գնալ, չի զարգանալու, այն զարգացման շանսերը, որոնք որ կային, որոնք որ ունեինք լրիվ վերանալու են, այսինքն շատ երկար տարիներ են պահանջվելու, այսպես ասած, որ մեր տնտեսությունը զարգանա։ Ինչ պետք է անել, ես ամեն ինչը կանխարգելելու համար։ Տեսեք, նախ եւ առաջ պետքա մշակել կայուն ու երկարաժամկետ ծրագրեր, այսինքն ոչ թե ուղղակի թափանցիկ ինչ-որ մակերեսային ինչ-որ ծրագրեր մշակել, կեսը իրականացնել, կեսը չիրականացնել, ինչ-որ մակերեսային կերպով իրականացնել, այլ կոնկրետ, հստակ մշակված կայուն երկարաժամկետ ծրագիր, կայուն ռազմավարություն, պետքա ստեղծել նախ եւ առաջ աշխատատեղեր, որպեսզի երիտասարդները կարողանան գոնե կայուն աշխատանք ունենալ, որպեսզի կարողանան ընտանիք կազմել, գոնե ցանկանան ընտանիք կազմել, որովհետև դա շատ մեծ ազդեցություն է ունենում, այն որ հիմա օրինակ բնակարանների գները աճում են, գնալով աճում են ու չեն նվազում, մատչելի բնակարան հիմա չեք գտնի եւ վարձով եւ գնելու առումով, հա, պետքա գոնե այդ գները մի քիչ այնպես անել, որ իջնեն, պետքա